Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալություն Տիկին Բեժանյան հրավեր ընդունելու համար։ Տիկին Բեժանյան, Ռուսաստանում միգրացիոն վերահսկողությունը գիտենք 25-26 թվականների ընթացքում շատ է խստացվել, ինչը նշանակում է, որ նաև հայ միգրանտների համար են այս խստացումները եւ վերջին անգամ երբեք խոսել կամ հանդիպել որևէ միգրանտի աշխատանքային եւ կոնկրետ ինչ խնդիրներ են իրենք բարձրացրել պայմանավորված հենց այս խստացումներով։ Շնորհակալություն։ Ես վերջին 15 տարիների ընթացքում ամեն օր հանդիպում եմ աշխատանքային միգրանտների հետ եւ 2025 թվականի խստացումները բավականին էական ազդեցություն են ունեցել մեր միգրանտների եւ միգրացիոն հոսքերի վրա։ 2025 թվականին առաջին մեծ փոփոխությունը, որը վերաբերվեց Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ժամկետի կրճատմանը, այն է նախկինում օտարերկրացին, որը ոչ աշխատելու եւ ոչ սովորելու նպատակով էր գնում, տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ կարող էր 90 օր գտնվել Ռուսաստանի Դաշնությունում։ 25 թվականի հունվարի 1-ից այդ ժամկետը կրճատվեց եւ դարձավ տարվա ընթացքում գումարային 90 օր, ինչը վերաբերվեց նաեւ բեռնա եւ ուղևորա փոխադրող վարորդներին եւ ինչի արդյունքում մենք արդեն 25 թվականի տարեվերջին ունեինք եւ վերահսկվող անձանց ռեեստրում գտնվող եւ մուտքի արգելք ունեցող բեռնա եւ ուղևորա փոխադրող վարորդներ։ Սա լուրջ հարց էր, որովհետեւ նրանց թիվը բավականին մեծ էր, առնվազն վերահսկվող անձանց ռեեստրում գտնվողների թիվը 250-ը գերազանցում էր։ Իսկ մուտքի արգելք ունեցողները գերազանցում էր 60-ը։ Եվ հաջորդ փոփոխությունը փետրվարի 5-ին ուժի մեջ մտած փոփոխությունն էր, երբ ուժի մեջ մտավ ռեժիմ վիսիլկի կամ արտաքսման ռեժիմը եւ ոստիկանությանը թույլատրված էր 48 ժամ կալանավորել օտարերկրացուն, որպեսզի ստուգի արդյոք նա ունի որևէ խախտում թե ոչ, եթե ոստիկանը ունի փոքր-ինչ կասկած, որ օտարերկրացին խախտում է արել եւ առանց դատարանի որոշման արտաքսում իրականացնելու եւ մենք դրա հետևանքները ամբողջ 25 թվականի ընթացքում տեսանք եւ ստեղծվեց վերահսկվող անձանց ռեեստրը, որը ուղղակի ոչ թե ցանկ էր, որտեղ հայտնվում էին օտարերկրացիները, այլ օտարերկրացու այդ ցանկում հայտնվելու պարագայում օտարերկրացու բանկային հաշիվները անմիջապես սառեցվում են, որևէ գործարք նա չի կարողանում անել, երկարացնել աշխատանքային պայմանագիր, հարկեր վճարել, գրանցել սեփականություն, գնել, վաճառել ինչ-որ բան, ոչ մի գործարք ինքը չի կարողանում անել։ Եվ սա լրջագույն խնդիր է, երբ անձը հայտնվում է, իսկ ցավոք սրտի ոչ բոլորն է, որ խախտում ունենալու պարագայում էին հայտնվում վերահսկվող անձանց ռեեստրում։ Համակարգ է, ինքը հենց սկիզբը, երբ որ փետրվարի 5-ին ուժի մեջ մտավ, առնվազն մեզ դիմաց ՀՀ քաղաքացիների 40%-ը չուներ որևէ խախտում։ Մենք խնդրում էինք փաստաթղթերը եւ օգնում էինք իրենց, որ դիմումներ գրեն ներքին գործերի նախարարություն, որպեսզի տեսնեն պատճառը ինչն է, որ հայտնվել են ռեեստրում։ 40%-ը այդպիսի վիճակագրություն մենք ունենք, որ 40%-ը որևէ խախտում չուներ։ Ավելին ասեմ, կային անձինք, ովքեր երկքաղաքացի էին, այսինքն նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեին, բայց միևնույն է հայտնվել էին ռեեստրում, բանկային հաշիվները փակվել էր եւ դիմում գրելուց հետո, երբ որ պարզվեց, որ նրանք Ռուսաստանի Դաշնության համար միգրանտներ չեն, բնականաբար նրանց հանեցին վերահսկվող անձանց ռեեստրից։ Հիմա շատ ավելի քիչ են ոչ խախտում ունեցողները հայտնվում ռեեստրում, բայց հիմա 2025-ի խստացումները այնքան շատ են, որ պատճառներն են ավելի շատ դարձել, ինչի համար մարդիկ հայտնվում են վերահսկվող անձանց ռեեստրում։ Ռեեստրից դուրս գալու ամենահեշտ եւ ուղիղ ճանապարհը պարզապես սահմանահատումն է, այսինքն դուրս գալ Ռուսաստանի Դաշնության տարածքից եւ որոշակի ժամանակ հետո անձը դուրս է գալիս վերահսկվող անձանց ռեեստրից, իր բանկային հաշիվները ապասառեցվում են, ինքը այդպես իմանում է, որ ինքը դուրս է եկել վերահսկվող անձանց ռեեստրից եւ կարող է նորից մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Դա նույնիսկ այն անձանց է վերաբերում, ովքեր խախտումների հիմքով են հայտնվել այդ վերահսկվող անձանց ռեեստրում։ Սա կարծես կարմիր լույս է, որ դուք խնդիր ունեք, պետք է դուրս գաք Ռուսաստանի Դաշնությունից, որովհետեւ դուրս չգալու պարագայում, եթե իրապես կա խախտումը, հաջորդը լինում է միգրացիոն բանտ, այսինքն օտարերկրացիների պահման վայրերն են, դրանք սպեցպրիոմնիկները, օտարերկրացիներ, մեր միգրանտները կհասկանան ինչի մասին է խոսքը, եւ այնտեղից լինում է արտաքսում արդեն մուտքի արգելքով։ Այս դեպքում արդեն
որպես կանոն 3-ից 5 տարի օտարերկրացուն մեր պարագայում Հայաստանի Հանրապետության քաղաքացին դնում են մուտքի արգելք եւ ինքը պետք է սպասի մինչեւ ժամկետը լրանա, եթե այլ հիմքեր չունի բողոքարկելու եւ այդ մուտքի արգելքը վերացնելու համար։ Այս 1 տարվա ընթացքում վերցնենք հենց 1 տարվա կտրվածքով թվային տվյալներով քանի հայ աշխատանքային միգրանտ է արտաքսվել եւ կան արդյոք նրանցից անձինք, ովքեր նաեւ քրեական գործեր ունեն։ Ես ազգության փայլի մասին չեմ կարող ասել, բայց ես կարող եմ ասել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին, որոնց թվում անշուշտ կան նաև ոչ ազգության փայլեր։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից մայիսի դրությամբ 2026 թվականի մենք ունենք 23000-ից մի փոքր ավելի, ովքեր ունեն մուտքի արգելք։ Քրեական գործերի մասով ես չեմ կարող ասել, որովհետև այդպիսի վիճակագրություն չունեմ, եւ քանի որ 2024 թվականից Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը իր կայքում փակել է վիճակագրական տվյալները, նաև հասանելիություն չունենք որևէ վիճակագրական թվի, մենք միայն լայն առումով ունենք տվյալներ, երբ իրենք նշում են, որ օրինակ 2024 թվականին 6.3 միլիոն միգրանտ է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, հաշվի առնելով բոլոր երկրները հնարավոր։ Դրանց մեջ որքանն են եղել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Նախկինում այդ վիճակագրությունը հասանելի էր եւ մենք միշտ օգտվում էինք եւ մեր տվյալներն էլ կառուցում էինք դրա վրա։ Հիմա ցավոք սրտի հասանելի չեն այդ բազաները եւ մենք ապավինում ենք բացառապես այն թվերին, որը հայտարարում են պատկան մարմինները։ Բայց պետք է նշեմ, որ արտաքսումների թիվն էլ է աճել եւ ելի բոլոր միգրանտների առումով իրենք նշում են, որ 2024 թվականին արտաքսումները եղել են, եթե չեմ սխալվում, 192,000 օտարերկրացի, ինչը 30%-ով ավելին է եղել, քան 2023 թվականին։ Դա նրա պատճառով, որ խստացումներ կան, թե նրա պատճառով, որ իսկապես այդ մարդիկ խախտում են միգրացիոն օրենսդրությունը։ Ես ուզում եմ նշել, որ միգրացիոն օրենսդրության խստացումները շատ ավելի ակտիվացան Կռոկոսի դեպքերից հետո եւ Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնում է, որ միգրանտների նկատմամբ խիստ վերահսկողությունը նաեւ պայմանավորված է հանցավորության աճով եւ իրենք պարտավոր են հսկել հսկել Ռուսաստանի Դաշնություն մուտք գործած բոլոր օտարերկրացիներին կանխարգելելու այն հնարավոր հանցագործությունները, որ կարող են իրականացվել օտարերկրացիների կողմից եւ հիմնական պատճառը սա է ներկայացնում։ Տիկին Բերժանյան, հայաստանցի միգրանտները աշխատանքային հիմնականում ինչ խախտումներ են անում, որի պատճառով նաեւ կարող են նմանատիպ խնդիրների առաջ կանգնել։ Մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ռուսաստանի Դաշնությունում գտնվող աշխատանքային, հիմնականում աշխատանքային միգրանտների մասին խոսենք, որովհետև մեր միգրանտների մեծ մասը աշխատանքային միգրանտներ են, նրանց հիմնական խախտումները վարչական խախտումներ են։ Այսինքն, անձը ով մուտք է գործում Ռուսաստանի Դաշնություն, մեր պարագայում Հայաստանի Հանրապետության քաղաքացին 30 օր ունի մուտքի պահից, եթե մեկնել է աշխատելու նպատակով, որպեսզի 3 բան ինքը իրականացնի։ Իր իրական բնակության վայրում հաշվառվի, միգրացիոն հաշվառման կանգնի կամ ռեգիստրացիանի, ինչպես մեր միգրանտներն են ասում, անցնի բուժզննում այն ինֆեկցիոն հիվանդությունների գծով, որը Ռուսաստանի Դաշնությունը պահանջում է։ 9 հիվանդությունը։ Այո, անպայման այնտեղ ներառված է նաև նարկոլոգի խորհրդատվությունը, ցավոք բավականին շատացել են այդ հիմքով մուտքի արգելք ունեցողների թիվը, եւ անպայման կնքի աշխատանքային պայմանագիր։ 2025 թվականին այս ուրեմն պահանջներին ավելացավ նաև միգրացիոն քարտի ետևը շտամպ խփելը։ Եթե մինչև 25 թվականի սեպտեմբերի 1-ը Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող մեր օտարերկրացիները միգրացիոն քարտը ստանում էին անժամկետ, ապա 25-ի սեպտեմբերից քարտը տրվում է 90 օրյա ժամկետով։ Եվ անգամ եթե մեր աշխատանքային միգրանտը, ով մուտք է գործել, այդ 30-օրյա ժամկետում իր ռեգիստրացիան արել է, իր բուժզնումն անցել է աշխատանքային պայմանագիր, նույնիսկ եթե կնքել է 1 տարով, անգամ եթե գնացել երկարացրել է իր ռեգիստրացիան պայմանագրի ժամկետով, միևնույն է, եթե ինքը մինչև 90 օրը լրանալը չի հասցնում շտամպի միգրացիոն քարտի ետևը խփել այդ շտամպը, ապա 91-րդ օրը իր գտնվելը Ռուսաստանի Դաշնությունում համարվում է անօրինական եւ նա կարող
կարող է կամ հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում, իսկ ՌԴ տարածքը չլքելու պարագայում ինքը կարող է տարվել օտարերկրացիների պահման վայր, սպեցպրիոմնիկ եւ արտաքսվել եւ նրան կարող է դրվել մուտքի արգել 3 տարի ժամկետով։ Այսինքն շատ պետք է ուշադիր լինել այս քայլերին, իմանալ սրանց մասին, որպեսզի անձը չհայտնվի այդ վտանգավոր իրավիճակներում։ 2025 թվականին հայտարարվեց, որ հունիսի 30-ից պարտադիր պետք է դառնալ ՌԴ մուտք գործելու համար RUID բջջային հավելվածով գրանցվելը։ Քանի որ համակարգը չաշխատեց, ծանրաբեռնվածությունը թույլ չտվեց, որ աշխատի, դարձրին այն 1 տարով կամավոր։ Եվ առնվազն 2 ամիս առաջ արդեն հայտարարում էին, որ 26 թվականի հունիսի 30-ից այն դառնալու է պարտադիր, 6 տարեկանից բարձր բոլոր օտարերկրացիները անկախ այցի նպատակից, եթե մուտք են գործում Ռուսաստանի Դաշնություն, պետք է անպայման RUID-ում 72 ժամ առաջ գրանցվեն, ստեղծեն թվային պրոֆիլ եւ այլն եւ այլն։ Բայց ցավոք այդ համակարգը նորից, երբ որ եկավ 26-ի հունիսի 30-ին, այսինքն հուլիսի 1-ից ինքը սկսեց նույն կերպ վատ աշխատել, չաշխատել եւ նորից ստիպված եղան պարտադիր պայմանը հետաձգել առնվազն մինչև 27 թվականը եւ պարտադիր թողեցին միայն բեռնա եւ ուղևորափոխադրում իրականացնող վարորդների համար, որտեղ նրանց դեպքում կա պայման RUID-ով պետք է մուտք գործել, որպեսզի իրենց գտնվելու ժամկետը տարվա ընթացքում 90 օրից դառնա 180 օր։ Այսինքն իրենք կարողանան տարվա ընթացքում գումարային 180 օր գտնվել Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Եվ հիմա այս RUID-ի համակարգը դարձել է կամավոր, բայց եթե միգրանտը ունի կասկած, որ ինքը որևէ խախտում արել է եւ կա հավանականություն, որ ինքը կարող էր հայտնվել մուտքի արգելքի տակ, ես խորհուրդ կտամ անպայման RUID-ով լրացնել իր տվյալները, որովհետեւ RUID-ին միանգամից կբերի արդյոք տվյալ անձը ունի մուտքի արգելք, թե ոչ։ Եվ դրանից հետո արդեն կարելի է որոշել, դիմում գրել, հասկանալ ինչ հոդվածով, ինչ հիմքով եւ եթե կա հիմք, նաեւ բողոքարկելու այդ մուտքի արգելքը։ Եվ Հավելվածի մասին էլ կուզեի խոսեիք, ամինահավելվածը։ Հիմա ես RUID-ից հետևող թվային պրոֆիլի մասին խոսեմ, որը սերտորեն կապված է ամինայի հետ ու կշարունակենք ամինահավելվածով։ Այո։ Ուրեմն ներդրվել է օտարերկրացու թվային պրոֆիլ, միգրանտը, որը RUID-ով պատրաստվում է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, եթե լրացնում է իր տվյալները, իդեպ այնտեղ իր կենսաչափական տվյալներն են լրացվում, իր լուսանկարն է այնտեղ ներբեռնվում եւ այլն, իր համար ձևավորվում է արդեն թվային պրոֆիլը։ Որովհետև հիմա ամեն ինչ տարվում է նրան, որ թվայնացումը տեղի ունենա եւ միգրանտի թվային պրոֆիլը ձևավորվի, որտեղ կլինեն միգրանտի եւ կենսաչափական տվյալները, այսինքն այնտեղ կլինեն անձնագրային տվյալները, իր ծննդյան ամիս, ամսաթիվ, իր լուսանկարը, այնտեղ կլինի մատնահետքը, այնտեղ կլինի քանի անգամ է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, ինչ խախտումներ է ունեցել, քանի աշխատանքային պայմանագիր է ունեցել, վճարել է հարկեր, չի վճարել, խուսափել է դրանից, տուգանքներ է ունեցել, բուժզննում է անցել, ինչ հիվանդություններ են գրանցվել կամ չեն գրանցվել, այսինքն ամբողջ բազան տեղեկատվությունը միգրանտի թվային պրոֆիլում հիմա արձանագրվում է եւ սրան նախորդել է արդեն իսկ պիլոտային ծրագիրը, որը Մոսկվայի եւ Մոսկվայի մարզում է իրականացվել, որը կոչվում է, որը վերաբերում է միայն աշխատելու նպատակով ոչ վիզային ռեժիմի երկրներից Ռուսաստանի Դաշնություն մեկնող օտարերկրացիներին եւ ծրագիրը կոչվում է Ամինա։ Բջջային հավելված է, որով միգրանտը կանգնում է միգրացիոն հաշվառման, այսինքն իր ռեգիստրացիան ինքը պետք է անի Ամինա ծրագրով, որտեղ ինքը տեղորոշմամբ, այսինքն գեոլոկացիայով նշում է իր այն հասցեն, որտեղ ինքը պետք է ապրի, եւ անպայման ինքը պետք է իրապես ապրի այդ հասցեում, այլապես 3 օր, եթե չգիշերի այն հասցեն, որը ինքը նշել է, միգրանտը կհայտնվի վերահսկվող անձանց ռեեստրում, իսկ հետո կարող է նաեւ արտաքսման վտանգի տակ։ Այս ամենը անվտանգության տեսանկյունից է արվում, թե նաեւ ռիսկեր է ստեղծում Այս պահին Ամինան նաև ռիսկեր է ստեղծել, ինչու, որովհետև այն աշխատում է ինտերնետով, իսկ Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում պարբերաբար ինտերնետը անջատվում է, եւ երբ որ նորից միացնում են ինտերնետը, շատ հաճախ համակարգը ծրագիրը դուրս է գցում եւ միգրանտը ուղղակի այդ պահին ստացվում է, որ չեղարկված է նրա միգրացիոն հաշվառումը։ Ու ինքը զրոյից պետք է դա խնդիրները, հետևանքները կրում է շատ հաճախ լինում է, երբ որ ծրագիրը
դեպքերը վերականգնվելու պարագայում հասցեն տեղափոխում օրինակ դիմացի բնակարան կամ կողքի շենք, չգիտեմ, ու ստացվում է, որ անձը իր իրական բնակության հասցեն չի նշում որպես իր ռեգիստրացիայի հասցե, եւ սա բերում է խնդիրների։ Որտեւ եթե անձը 3 օրից ավել պետք է բացակայի իր իրական բնակության վայրից, նա պարտավոր է իր ռեգիստրացիայի տարածքային ոստիկանություն դիմում գրի, տեղեկացնի, որ ինքը 3 օրից ավել բացակայելու է, այլապես դա կբերի նշեցի վերահսկվող անձանց ռեեստրը, իսկ հետո նաև կարող է բերել մուտքի արգելքի։ Հիմա քննարկվում է նաև, որ միգրանտները Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելիս պարտավոր լինեն Ռուսաստանի Դաշնությունում գնել հեռախոսներ, որտեղ արդեն կլինի գեոլոկացիան, որը կաշխատի առանց ինտերնետի, եւ միգրանտը, երբ որ իր քարտը, որը իդենտիֆիկացված է իր կենսաչափական տվյալների հետ, կտեղադրի այդ հեռախոսի մեջ, ապա նրա գեոլոկացիան կհսկեն արդեն հեռախոսի միջոցով, որը կախված չի լինի ինտերնետից։ Լավ, այս ամբողջ process-ները աշխատանքային միգրանտը ինքը պիտի անի Տիկին Բեժանյան, թե դա արվում է միջնորդավորված, նույն աշխատանքային պայմանագրերի կնքումը, չնայած երկուստեք դա կարող է կնքվել գործատուի եւ իր միջև, նույն գրանցման հասցեի հստակեցումը, ամինայի հետ կապված հարցերը նաեւ, բժշկական այդ բոլոր բուժզննությունները, որոնք պիտի անցնի, սա մեկ անձը ինքը կկարողանա իր այսպես ամբողջ փաթեթը հավաքել եւ խնդիրների առաջ չկանգնել օբյեկտիվորեն առանց կամայականության, որ ես չեմ ուզում սա անել կամ ուզում խնդիրների առաջացնել, բայց հնարավոր է ժամկետների մեջ տեղավորվել։ Եթե մեկնում է Ռուսաստանի Դաշնություն, իսկ օրենքը պահանջում է, ապա միգրանտը պարտավոր է, այլ տարբերակ չի քննարկվում։ Անշուշտ կան միջնորդներ, որոնք այս իրավիճակում այո, նաև ծառայություններ են մատուցում վճարի դիմաց, բայց ցավոք ոչ միշտ է, որ այդ ծառայությունները լինում են պատշաճ եւ դեպքեր ունենք, երբ միգրանտներին ուղղակի կեղծ փաստաթղթեր են վաճառվում, ինչի արդյունքում նրանք մուտքի արգելքի տակ են հայտնվում։ Ցավոք ունենք դեպքեր նաև, երբ գործատուն կնքում է աշխատանքային պայմանագիր, առաջին 1-2 ամիսը վճարում է նաև հարկեր, իսկ հետո միակողմանի լուծարում է պայմանագիրը, ինչի մասին միգրանտը տեղեկացված չի լինում, եւ երբ գնում է օրինակ երկարացնելու իր բուժզնման տեղեկանքի ժամկետը, պարզում է ինքը արդեն իր կարգավիճակը անօրինական է, որովհետեւ ինքը առնվազն մի քանի ամիս չունի աշխատանքային պայմանագիր։ Իսկ ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացին, երբ դադարեցվում է իր պայմանագիրը որևէ կողմի նախաձեռնությամբ, ունի ընդամենը 15 օր հաջորդ պայմանագիրը կնքելու համար։ Բուժզնման ժամկետը ավարտվելուց հետո ունի 30 օր հաջորդ բուժզննումը անցնելու համար։ Իսկ միգրացիոն հաշվառման համար ընդհանրապես օր չունի, նախապես պետք է դիմի, որ լրանալու օրվա դրությամբ ինքը կարողանա երկարացնի իր միգրացիոն հաշվառումը։ Ու սրանք այն պատճառներ են, ինչի համար իրենք կարող են հայտնվել կամ վերահսկվող անձանց ռեեստրում կամ մուտքի արգելքի տակ։ Բայց վիճակագրությունը ինչ է ցույց տալիս, աշխատանքային պայմանագրերը հիմնականում կնքվում են, թե դրանք բանավոր պայմանավորվածությունների հիմքում են։ Պարտադիր կնքվում են։ Որովհետև նաև տեղեկություններ, երբեմն նաև բողոքներ կային այն մասին, որ աշխատանքային պայմանագիրը միգուցե կնքվի, բայց չի կնքվում այն աշխատավարձի չափով, որը պայմանավորվել են կողմերը վճարելու այս դեպքում աշխատողին եւ հետագայում նաև խնդիրներ են առաջանում փոխանցումների հետ կապված, եթե դու չես վաստակում այսքան, ոնց ես այդքան գումար փոխանցում, օրինակ Հայաստանի քո ընտանիքի անդամներին, ինչ խնդիրներ են առաջացնում։ Աշխատանքային պայմանագրերը դրանք առանձին ու մեծ թեմա են։ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները, այդ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Ռուսաստանի Դաշնությունում աշխատելու համար թույլատվական բնույթի փաստաթղթի կարիք չունեն, ինչպիսին ունեն օրինակ Ուզբեկստանի, Տաջիկստանի կամ Հնդկաստանի քաղաքացիները ՌԴ-ում աշխատելու համար։ Նրանք ուղղակի գործատուի հետ պետք է կնքեն աշխատանքային կամ ծառայությունների մատուցման քաղաքիրավական պայմանագիր։ Եվ ոչ միշտ է, որ բարեխիղճ գործատուն տեղեկացնում է, որ ինքը դադարեցնում է աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքային պայմանագրում չի նշում այն աշխատավարձը կամ այն աշխատանքը, ինչ որ պետք է անի, այսինքն պայմանավորում են մեկ աշխատանք, իրենք նշում են մեկ ուրիշ աշխատանք, որ համապատասխանի ցածր աշխատավարձի, որպեսզի կամ հարկերը քիչ վճարեն կամ խուսափեն այդ հարկերից, բայց դա բերում է լրջագույն խնդրի, որովհետև միգրանտը բացահայտելու դեպքում գործատուն տուգանքի է ենթարկվում, իսկ միգրանտը մուտքի արգելքի։ Այսպիսի իրավիճակ մենք ունենք եւ ցավոք քիչ չեն այդ դեպքերը, երբ հենց այս պատճառով է, որ միգրանտը հայտնվում է նման իրավիճակում։
ոչ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները, երբ ձեռք են բերում թույլատվական բնույթի փաստաթուղթը, փաստաթղթի ժամկետով օրինական գտնվում են ՌԴ-ում եւ կարող են գործատուի հետ իրենք չունենալու այդ հարաբերություն, այսինքն իրենք վճարում են թույլատվական բնույթի փաստաթղթի համար ու ազատ են կատարելու աշխատանքը։ Իսկ մենք մեր քաղաքացիները պարտավոր են ունենալ աշխատանքային պայմանագիր եւ անպայման գրանցված աշխատող պետք է լինեն։ Ծառայությունների մատուցման դեպքում աշխատողը ինքն է, երբ որ կնքում է պայմանագիրը, իր վրա է դրված հարկերի վճարումը։ Մեր քաղաքացիները շատ հաճախ տեղյակ չեն, որ երբ ֆիզիկական անձը ֆիզիկական անձի հետ կնքում է պայմանագիր, ապա աշխատողը պարտավոր է յուրաքանչյուր ամիս իր աշխատավարձի 13%-ը վճարել որպես հարկ, այլապես իր պայմանագիրը կհամարվի ոչ պատշաճ կարգով կնքված պայմանագիր կարող է համարվել չեղարկվել եւ իր միգրացիոն հաշվառումը այդ հիմքով կարող է չեղարկվել ու ինքը կհայտնվի վերահսկվող անձանց ռեեստրում, հետագայում նաեւ մուտքի արգելքի խնդիր կարող է առաջանալ։ Այսինքն մենք այստեղ մեծ բաց ունենք, լուրջ խնդիր ունենք, որը ինչքան էլ որ իրազեկում ենք, միևնույն է այս բացը դեռևս շարունակում է մնալ եւ չլրացված մնալ։ Ամփոփում ենք զրույցը Տիկին Բեժանյան 26 թվականի ընթացքում ռուսական կողմը կիրառել է Հայաստանի նկատմամբ առևտրային սահմանափակումներ, հաշվի առնելով, որ հիմա Հայաստան, Ռուսաստան, եթե ձևակերպեմ այսպես, քաղաքական որոշակի լարվածություն կա, դա ինչ կերպ է ազդում կամ արդյոք ազդել է հայաստանցի միգրանտների նկատմամբ վերաբերմունքի վրա։ Վաղուց է ազդել։ Մենք արդեն 2 տարի լսում ենք այդ մասին, որ մեր քաղաքացիների նկատմամբ բավականին էական խստացումները անդրադառնում են եւ նաև մուտքի արգելքների թիվը ես ձեզ ներկայացրեցի եւ մուտքի արգելքների թիվը եւ բեռնափոխադրողների նկատմամբ կիրառված խստացումները, այսինքն այս բոլորը դրա արդյունքն են եւ այո Ռուսաստանի Դաշնությունում, բայց պետք է նշեմ, որ Ռուսաստանի Դաշնությունում այս պահին որևէ տարբերակում անգամ չեն դնում դու որ երկրի քաղաքացի ես։ Միգրանտների նկատմամբ մաքսիմալ խիստ վերաբերմունք է, շատ խիստ, սահմանի սահմանապահը պարզապես կարող է միգրանտից պահանջել, օրինակ տրամադրելու իր հեռախոսը, ինչ որ բան դրա մեջ կարող է իրեն դուր չգա եւ ինքը անժամկետ մուտքի արգելք կդնի միգրանտին, համարելով, որ նրա մուտքը Ռուսաստանի Դաշնություն կարող է սպառնալիք հանդիսանալ ՌԴ անվտանգությանը։ Ցավոք նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ուզում են, որ միգրանտներն այլևս չգնան իրենց երկիր, թե իսկապես անվտանգությունն է պատճառը, որ այսքան օրենսդրությունը խստացնում են։ Ամեն դեպքում ներքին գործերի նախարարությունը պնդում է, որ իրենք անվտանգային հարց են լուծում, որքանով է դա պայմանավորված միգրանտներով, որովհետև ես երբ որ նայում եմ նաև հանցավորության տոկոսը եւ դրա մեջ միգրանտների թիվը նույնիսկ 10%-ի չի հասնում, այդ ամբողջ Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած հանցավորությունների մեջ միգրանտների ունեցած տոկոսը, բայց միևնույն է իրենք պնդում են, որ միգրանտների նկատմամբ պետք է լինի տոտալ վերահսկողություն, իրենք պատերազմի մեջ են, ունեն անվտանգային խնդիր եւ պետք է բոլորին հսկել։ Բոլորին, անխտիր, մուտք գործեցիր, դու պետք է պատրաստ լինես, որ դու լինելու ես այդ հսկողության տակ։ Դե հաշվի առնելով այս ամեն ինչի մեջ որոշակի նաև քաղաքական բաղադրիչը, հնարավոր է հայ միգրանտները որպես քաղաքական գործիք կամ ճնշման գործիք օգտագործվեն։ Ամբողջ աշխարհում միգրացիան հանդիսանում է ճնշման գործիք։ Առավել եւս, երբ որ որևէ երկիր ինչպես Հայաստանի Հանրապետությունն է, միգրացիոն ուղղվածության առումով ունի այսպիսի մեծ տոկոս որևէ երկիր գնալու առումով։ Իհարկե, այդ գործիքները օգտագործվելու են եւ օգտագործվում են, այսինքն այստեղ նույնիսկ երկրորդ կարծիք չկա։ Բայց ինչպես են ազդում, ինչպես է պետությունը հակազդում, սրանք այլ հարցեր են եւ այլ քայլեր են, բայց անպայման ամբողջ աշխարհում միգրացիոն գործիքը միշտ օգտագործվում է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Սիրով։ Զրուցակիցս Տաթևիկ Բեժանյանն էր։ Կհանդիպենք։